Բարի երեկո սիրելի հեռուստադիտող։ Արարատ հեռուստաընկերության եթերում բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Այսօր հնարավորություն ունենք զրուցելու մի մարդու հետ, ով անմնացորդ ծառայում է արվեստին իր ողջ կյանքի ընթացքում եւ իր անհագ ցանկությամբ եւ նվիրումով վարակում է ոչ միայն հանդիսականին, ոչ միայն հասարակության, այլ նաեւ ձևավորվող այն սերունդներին, որոնք հետագայում ներկայացնելու են մեր արվեստը, մեր մշակույթը ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ արտասահմանում։ Եվ դա նա անում է համեստաբար առանց որևէ կերպ շեշտելու։ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, մարդ Երվանդ Ղազանջյան։ Բարի երեկո, պարոն Ղազանջյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, եւս մեկ անգամ զրուցելու հնարավորություն տալու համար եւ քանի որ այն զավակը, որը արդեն 75 տարի գոյություն ունի եւ որը 23 տարի է ձեր հոգացության, ձեր հոգատարության, ձեր ուշադրության ներքո է գտնվում, այս տարի 75 տարեկան է եւ մենք բոլորս պարտավորված ենք փաղաքշելու, գուրգուրելու, հիշելու եւ նշելու այդ փաստը։ Ես կուզեմ սկսենք հենց թատրոնից, ձևավորումից, որովհետեւ կարծես թե դժվարին տարիների ընթացքում, պատերազմական տարիներին այդ թատրոնը ձևավորվեց եւ կարողացավ այնքան ուժեղ գտնվել, որ առ այսօր ունի իր դեմքը, ձեռագիրը, ինքնությունը, սերունդները եւ պատմությունը։ Ես շատ եմ կարևորում մեր թատրոնի պատմությունը, սկիզբը մասնավորապես, որովհետև ինձ համար մեկ անգամ եւս հաստատվում է այն միտքը, որ հայ մարդը, լինի դա պետության ղեկավար, թե սովորական բժիշկ, արտիստ կամ որևէ մեկը, առաջին հերթին հոգևորն է իր մեջ, զարմանալիորեն, դա ինձ ապշեցնում է, այդ փաստը հենց մեկը մեր թատրոնի ստեղծումը։ Երբ հայտնի չէր պատերազմի ավարտը, թե ինչով կվերջանա, երբ արդեն նույնիսկ Թբիլիսիի վրա ռումբեր էին ընկնում, այդ ժամանակ այդ խենթ ղեկավարությունը հայ ստեղծում է թատրոն։ Եվ ասում են, մենք պետք է ծիծաղով հաղթենք։ Անբացատրելի բան, դա չես կարող որևէ տրամաբանությանը ենթարկել հնարավոր չի։ Եվ ահա մի խումբ նվիրյալներ, բազմաթիվ են, բազում են, խումբ նվիրյալներ հավաքում են իրար շուրջ եւ ստեղծում են ծիծաղի թատրոնը, որ հետագայում դարձավ արդեն կոմեդիայի թատրոն, երաժշտական կոմեդիայի թատրոն, եկան դերասաններ Մոսկվայից, Ռոստովից, Թբիլիսիից եւ ստեղծվեց իհարկե մի հրաշալի թատրոն, որն ունեցավ իր ոսկե դարը հանդինս Վարդան Աճեմյանի, հետագայում էլի ինչ-որ մի քիչ չի ասի թե հետընթաց, բայց թատրոնը 18 տարի անիվների վրա էր։ Եվ այդ ժամանակ փառք ու պատիվ են արտիստներին, որոնք պահեցին թատրոնը։ Իհարկե դրանց մեջ պիտի անվիճելիորեն տալ Սվետլանա Գրիգորյանի եւ Կարփ Խաչվանյանի անունը։ Զարմանալի էր 18 տարիների ընթացքում թատրոնը որտեղ խաղար, հանդիսատեսը գնում էր իր հետևից։ Կարիք չկար որ ասեին մենք այսօր խաղում ենք այստեղ։ Հանդիսատեսը գտնում էր, գիտեին որտեղ են եւ գնում էր նրանց հետևից։ Դա շատ կարեւորում եմ եւ դա այնպիսի մի ժառանգություն է հասել ինձ, որ ես փորձել եմ այս վերջին մի 20-22 տարիների ընթացքում սրբությամբ պահել։ Նույնիսկ ասում են, որ ես չափն անցնում եմ երբեմն կարգ ու կանոնի դեպքում եւ ընդհանրապես, որ թատրոնը ոչ մեկի, ոչ մորաքրոջ տղան է, ոչ էլ հորաքրոջ աղջիկը։ Թատրոն պետական մի կառույց է եւ յուրաքանչյուրը մեզնից պարտավոր է սրբությամբ մոտենալ եւ ոչ միայն սրբությամբ մոտենալ, այլ պահպանել եւ փոխանցել մի արդեն հաջորդ սերնդին։ Դա շատ կարեւոր է եւ պատահական չի, որ օրինակ մեր թատրոնում այդ խնդիրը ինձ թվում է մի քիչ ավելի բարվոք վիճակում է։ Ամեն տարի մենք 3-4 երիտասարդ դերասանուհի ենք ընդունում, որ նայեն, տեսնեն, սովորեն, թող 4-ից 2-ը սովորի, բայց կսովորեն անպայման, այո, տեսնեն, վերջո ինչ է թատրոնը, ինչ է դպրոցը, ինչ է թատերական դպրոցը, ինչ է։ Շատ կարևոր եմ համարում։
75-ամյակ մենք պիտի նշենք 75-ամյակը մարտի ներողություն նոյեմբերի 1-ից 15 ընկած շրջանում մենք խաղանք մեր թատրոնի ողջ խաղացանկը այդ օրերի ընթացքում մեզ կողջունեն տարբեր թատրոններ եւ կարծում եմ որ նաեւ անակնկալ եւ շատ հրաշալի կլինի թատրոնին նվիրված գիրքը որ հովանավորում է Գագիկ Ծառուկյան հիմնադրամը մեծ գործ է դրապես առանց հովանավորների մենք հնարավոր չի ապրել եւ ես չեմ կարող այսօր մի երկու անուն էլ չավելացնել ես չեմ կարող ասել նախագահի մասին չասել օրինակ Սերժ Ազատիչը հսկայական գումար տվեց որ մեր փոքր դահլիճը վերակառուցվի վերանորոգվի եւ այնտեղ մենք ներկայացումներ ենք խաղում ուսանողներն են անում իրենց դիպլոմային աշխատանքները հետարքի դահլիճ է որ մի տեսակ ձգում է երիտասարդներին հատկապես որտեղ իր ձևով էլ բոլորովին ուրիշ է հա շատ չեմ կարող նաև չխոսել Լովիկ Աբրահամյանի մասին մեր հրաշալի մեր սիրելի մարդը որ հովանավորեց այս վերջերս բոլորին մեր խնդրանքով որտեղ նա նաև մեր թատրոնի աշխատողն է Ռուբեն Մաթեոսյանի մասին գիրքը հսկայական գիրք 600 էջանոց արժանավոր մարդու շատ հիմա Մոսկվա ենք գնում բոլորը հարցնում են ախր ինչպես ոնց բան ճանապարհածախսը էլի Հովիկ Արգամիչ Աբրահամյան եւ մեր նախարարը իդեպ նախարարն էլ առիթը բաց չի թողնում ես օգնում է շատ եւ ճանապարհածախսի իմաստով օգնում եւ ներկայացումները հովանավորում մենք շատ գոհ ենք ես կարծում եմ որ սա իմ գեղեցիկ աչքերի համար չի չնայած աչքերս առանձնապես գեղեցիկ չեն բայց ասեմ եթե աշխատում ես եթե աշխատող կա աշխատող չի կարող պատահի չօգնել ես ես այդ համամիտ բայց կարծում դրանք բնական process-ներ են, բնական ընթացք է, որովհետև եթե առավելապես եթե կառույցը պետական է եւ պետական հոգացության ներքո է, բոլոր այդ ներդրումները շատ բնական են եւ առավելապես գնահատելի է այն փաստը, որ դրանք փոխհատուցվում են արտիստը դերասանը անմնացորդ նվիրումով իր աշխատանքի, իր ժամանակի, իր էներգիայի կարողանում է ծնունդ տալ ստեղծագործության, որը ծառայում է հասարակությանը։ Վերիմ հասկանում եմ, բայց Սոնա ջան, այստեղ կա նաև մի շատ նուրբ մոմենտ։ Օրինակ ինձ մեկը ղեկավարներից ասեց, գիտեք ինչի ենք մենք ձեզ օգնում, կամ ինչի ասում, որովհետև դու քո համար ոչինչ չես ուզում։ Այսինքն ինչ որ արվում է թատրոնի համար։ Դա շատ կարևոր բան է, այնպես չի որ ասեն, գիտեք, նաև այսինչ հարցը, այնինչ հարցը, սա շատ ես էլի կարևոր եմ համարում սա, որ մարդիկ չհոգնեն քեզնից, իմանան, որ թատրոնի համար պետք է կարևոր է եւ պիտի արվի դա։ Ուրեմն 75-ամյակ, բայց մինչև 75-ամյակը հիմա արդեն արժևում է մեր ամերիկյան հյուրախաղերը։ Անցյալ տարի էլ եղանք հյուրախաղերով ըստ երևույթին լավ են անցել հյուրախաղերը, որ այս տարի էլ մեզ հրավիրեցին, այս տարի էլ արդեն 2 ներկայացում միանգամից։ Մեր պատասխանատվությունը մեծ է, հատի խաղացվի այդտեղ Glendale High School-ի շենքում, որը 1700 տեղանոց սրահ է, մի խոսքով պատասխանատվությունը շատ մեծ է, բայց չի որ մենք գնում ենք ինչ-որ ցույց կտանք մեր հայրենակիցներն են մեզ կներեն, բան այդպես չի, ամենալուրջ պատասխանատվությամբ, պահանջկոտ ձևով մենք պիտի ներկայանանք հյուրախաղերն են։ Հյուրախաղերից հետո ուրեմն մեր 75-ամյակը։ Ինձ հետաքրքիր է պահանջները ինչպիսին են, այսինքն Սփյուռքը միտված է ձգտելու եւ տեսնելու ներկայացումներ, որոնք դասականների հիման վրա են ստեղծվում, այսինքն միտքի նկատի ունեմ, բովանդակությունը, սցենարնի նկատի ունեմ, ունեն ցանկություն տեսնելու ժամանակակից քաղաքական եւ քաղաքացիական մտածողությունների խմորումները։ Ինչն է այսօրվա պահանջարկը, որն է այսօրվա պահանջարկը։ Հիմա ես դժվար եմ պատասխանել, երևի դուք պատասխանը երևի արդեն դուք պիտի ենթադրեք։ Անցյալ տարի մենք դասական պիես էր, Մուրգանի խնամին, երաժշտական ներկայացում էր, Շիրվանզադե, բարձր։ Այս տարի մենք միանգամից 2 ժամանակակից հեղինակ ենք ներկայացնում։ Իդեպ ասեմ, որ իրենք են որոշողը։
հրավիրողները ասում են այս ներկայացում, մենք սա ենք ուզում։ Ցանկը ներկայացվում է, ցանկից ընտրում են։ Ցանկը ներկայացվում է, կարող է ինչ-որ խնդիր եթե լինի, մենք մի քիչ փորձենք ասել, որ լավ կլինի այս մյուսը լինի, ցանկալի է այս մյուսը եւ այլն, բայց այստեղ մենք որևէ բան չենք կարող դեմ լինել, որովհետեւ երկու պիեսներն էլ արդեն մեզ մոտ քննություն բռնած Գուրգեն Խանջյանի եւ Ժորա Հարությունյանի պիեսներն են, որ յուրաքանչյուրը արդեն նրանցից մի 8-10 տարի արդեն խաղացանկում են, արդեն քննություն բռնած ներկայացումներ են, այդ ներկայացումներն են մենք ուզել եւ մենք սիրով վերցել ենք այդ ներկայացումները։ Դեկորացիա բան պիտի այնտեղ անպայման պիտի պատրաստենք, անպայման առանց դեկորացիայի չի կարող։ Ես դրա համար Հենց վաղ առավոտյան արդեն մեկնում եմ, թռնում եմ, դες որ տանում եմ այդ ամեն ինչը նախնական այն ինչ որ պետք է արդեն պիտի արվի մինչև խմբի գալը։ Խումբը այստեղ արդեն փորձում է, եթե ներմուծումներ բաներ կան, պիտի դրանք փորձեն, հետո հասնեն այնտեղ էլ անպայման փորձեր կանենք եւ ուրեմն պիտի խաղացվի, ամսի 25-ին պիտի խաղանք իզդից բրծում չկան եւ հոկտեմբերի 2-ին արդեն Պարոն Բաբիկը եւ մյուսները, այս երկու ներկայացումը պիտի տարենք։ Պարոն Ղազանյան, բայց թատրոնը համակված է մի շարք կարևոր էլեմենտներով, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, այսինքն պարտադիր է երաժշտության արկայությունը եւ հատկապես նվագախմբային տարբերակով եւ երգչախմբային, այսինքն կենթանի հնչողություն։ Ձեզ մոտ նկատելի է ուշադրությունը նկարչական ձևավորման վրա, անպայման լուրջ աշխատանք է տարվում, ինտեգրվում են թե երիտասարդներ, թե արդեն մեծ ճանաչում ունեցող նկարիչներ, բայց շատ լրջմիտ մոտեցում է ընտրության հարցում։ Այսինքն այս համալիր կառույցը հնարավոր է արդյոք տեղափոխել այնտեղ։ Չէ, համար մենք ոչ կարող ենք բալետային խումբը անցյալ տարի վերցրինք Լոս Անջելեսից, բալետային խումբ։ Այդքան մարդ չեն կարող ընդունել, ընդունող կողմը չի կարող նվագախումբը 42 հոգի ընդունել, երգչախումբը 22 հոգի ընդունել։ Դրա համար մենք ինչ-որ միտեղ փոխզիջումների ենք գնում եւ հարմարվում ենք, որ այդպես չի, նվագախումբը պարզած արդեն ձայնագրում ենք, ու բարեբախտաբար այս երկու ներկայացումներում նվագախումբը չկա, բալետ չկա, երգչախումբ չկա։ Արդեն հարմարվելու խնդիր չկա։ Անցյալ տարի միայն բան կար, բալետի խնդիր կար, որ տեղից վերցրինք։ Չէ, սա արդեն մաքուր ներկայացումներ են, որ կգնա այդպես։ Գիտեք, շատ դժվար է, այստեղ էլ ես մտածում եմ անդադ, որ օպերետներ պիտի բեմադրվի երաժշտական, անհարմար է, որ մենք կալման չունենք մեր խաղացանկում, ընդհանրապես որ օպերետներ, դասական օպերետներ չկան, դրանք հսկայական փող արժեն, հսկայական։ Մենք հազիվ կարողացանք անել Կարինեն, հազիվ, որ Վիվասել ՄՏՍ-ը օգնեց, մենք կարողացանք անել Ուշտինին, Ուշլինին, մենք կարողացանք անել այստեղ Մորգանի խնամին, կարողացանք անել ձեր Աստվածը փողն է, այսինքն մի շարք երաժշտական ներկայացումներ արեցինք, բայց դրանք տեղից շարժել հնարավոր չի։ Չի լինի։ Իսկ ներողություն, իսկ առաջիկայում եթե մտածում ենք, շատ անունների շուրջ եմ ես մտածում, որտեղ մեր դերասանները կարող են այդ բոլորն անել, բայց դրա համար շատ փող է պետք է, շատ։ Այս դեպքում չկա արդյոք անհրաժեշտություն թատրոնների մասնավորեցման։ Միջազգային դաշտում կա նմանօրինակ միտում, այսինքն ոչ թե պետական հոգացության ներքո են գտնվում այս կամ այն թատրոնները, այլ մասնավորեցվում են։ Անհատների ներդրումների շնորհիվ են։ Ոչ մի թատրոն չի կարող ապրել։ Ոչ մի բացարձակ։ Հիմա այս մեր երկիրը զարմանալի երկիր է, մի փոքր երկիր 20 թատրոն է պահում։ 20 թատրոն եւ շատ լավ անում, կեց է, որտեղ ամենավերջին մեր շրջաններում թատրոններ կան։ Սյունիքում 2 թատրոն կա, Գորիս, Ղափան, մնացած տեղերն այ բոլոր տեղերում Սևանի նոր թատրոն է հիմա կառուցվում Գավառում։ Սա էլի լսողը կասի սրանք խենթ են, ինչ են, այս Ղարաբաղյան պատերազմ, Ղարաբաղի հարց եւ այլ, այդ բոլորի հետ միասին նոր թատրոն են կառուցում Գավառում։ Այս սա էլի մի քիչ բան է, ֆանտաստիկայի ժանրից է էլի թվում եւ ըստ որում բան ասում են
մարզպետն էր պատմում, պարոն Գրիգորյան, ասում է նախագահը 3 ամիսը մեկ գալիս է, ասում է պիտի անպայման հանձնեք, արագ, ինչա պակաս, էս արեք, այն արեք։ Թատրոնի նկատմամբ հետո փոքր թատրոններ ստեղծվեցին, քանի տեղ։ Լենինականում մի դահլիճ ստեղծվեց փոքր, մեզ մոտ ստեղծվեց։ Այսինքն թատերական կյանքը զարմանալի է, մշակութային կյանքը շատ առատ է, ես չգիտեմ թե արդյունքը դեռ մենք ինչ ենք քաղում, որտեվ այս զուգահեռ մեզ հետ աշխատող բաները, այդ այսպես կոչված ներկայացումները, որ խաղում են բան, դրանք իհարկե ինչ որ չափով խանգարում են մեզ, խանգարում են այն իմաստով, որ դե ժողովուրդը տեսնում է այդտեղ ծիծաղում ենք, էլի մենք ծիծաղենք, գնանք ծիծաղենք, այսօր ծիծաղենք մենք, ծիծաղելու 2 ժամ հետո եթե հարցնում ես ինչի մասին էր, ոչ մեկը չի հիշում ինչա։ Եվ դրա համար մի քիչ, եթե մեր դահլիճները մի քիչ պակասում են, ես դրան եմ վերագրում, ուրիշ ոչ մի բանի։ Պարոն Ղազանյան, բայց ի սկզբանե թատրոնի իմաստը եղել է հենց ծիծաղի առաջացումը, չէ՞։ Ի սկզբանե ժամ անց, ծաղրուծանակ, պարզապես անհետաքրքրությունները լրացնելու միջոց եւ հետո երբ արդեն հասարակության զարգացում ձևավորվեց, այդ ժամանակ նոր սկսեց թատրոնը ծառայել արվեստին եւ ստեղծագործություններ սկսեցին ծնվել եւ անհատներ սկսեցին դրսեւորվել։ Այստեղից կարելի է հետեւություն անել, որ թատրոնը ուղիղ համեմատական է հասարակությանը։ Այնինչ այսօր նկատվում է, կարող ենք այս դեպքում բացատրել, որ հասարակությունը դեֆորմացիայի եւ դեգրադացիայի արդյունքում ծնում է այդ ծիծաղաշարժ, ծիծաղելի նույնիսկ թատրոնը։ Բացարձակ համաձայն չեմ։ Նկատի ունեմ կատեգորիկ համաձայն չեմ։ Ժողովրդին ինչ որ ներկայացնես, ժողովուրդը դա նայում է։ Ժողովուրդը երբեք, հետո ժողովուրդը շատ ավելի խելոք է, քան մենք։ Եվ չի կարելի ժողովրդին ձեռք առնել, չի կարելի տաբատը իջեցնել բեմի վրա, ինչա ծիծաղեն։ Չի կարելի հեռուստատեսությամբ հայոյել, չի կարելի հեռուստատեսությամբ անհետաքրքիր, անհամ, անտանելի կերպարներով, սցենարով, մի նողկալի սցենարով, հիմա ես մի սցենար եմ նայում, մի ֆիլմ եմ նայում, բոլոր կերպարները հերթով ընկան հիվանդանոց, հիմա մեկն է մնացել, իսկ թվում է այդ մեկն էլ կգցեն հիվանդանոց, հետո արդեն կփակվի այդ սերիալը։ Այս գարշելիությունների առաջը պիտի առնել, էլ չեմ խոսում, թե այդ ինչ հայերենով են խոսում նրանք, ինչա, ես օրինակ այս հաղորդմանը կարոտել էի ուզում եմ կիրթ բան եմ ուզում լսել, կիրթ դեմք եմ ուզում լսել, կիրթ խոսք եմ ուզում լսել, այս հայերենի հերն անիծվում է հայերենի, դուք տեսեք, նաև թատրոններում, բայց ինչ է կատարվում մեր այդ հեռուստատեսային հաղորդումներում, մեր այդ սերիալներում, այդպես կարելի է խոսել, այդպես բա կարելի է խոսել, հետո մենք ասում ենք, բանը, լեզուն դա հայրենիքն է, լեզուն, ախր, այդպես ոնց կլի լավ, ոնց, առաջ ով պիտի առնի, ինչպես պիտի սա ասի մտածեն մենք, ով ասես դերասան է դարձել, ով ասես հեռուստատեսությամբ խոսում է, որն է պատճառը, մի ֆիլմ էլ, պատճառը ես ինչ իմանամ պատճառը, պատճառները մեկը չի, հազարն են պատճառները, պատճառներից մեկը այն է, որ պիտի միանգամից այդ սցենարիստներին, ռեժիսորներին, օպերատորներին, նաև օպերատորներին պիտի պատասխանատվության կանչել։ Ինչ է, այդպես ռեժիսորություն կլինի։ Հիմա ում հարցնում եմ, հեռուստատեսությունում ռեժիսոր է, ում հարցնում եմ հեռուստատեսությունում օպերատոր է։ Այդպես ոնց կլինի լավ։ Ես կարծում եմ, որ ոչ թե իրենց է պետք պատասխանատվության կանչել, այլ այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս նրանց դրսևորվելու այս կամ այն հարթակում։ Նույնը վերաբերում է թատրոններին, պարոն Ղազանյան, արդյոք չունենք կարիքը մենք քննադատների, ովքեր շատ ճշմարիտ կերպով կքննադատեն, կգտնեն։ Դժբախտաբար հիմա չունենք մարդիկ, որ քննադատեն, դժբախտաբար։ Ես գոնե շատ գոհ եմ, որ անցել եմ այդ շրջանը, որ իմ ներկայացումները նայել է Ռուբեն Զարյանը, նայել է Լևոն Հախվերդյանը, նայել է Լևոն Խալատյանը, նայել է Լուիզա Սամվելյանը եւ խոսել են, ասել են, վատնել են ասել, լավնել են ասել, հիմա ոչ մի բան չկա։ Ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա, այդ ինչ ազատություն է, այդպիսի ազատություն է լինում։ Այդպիսի ազատություն է լինում։ Ազատությունը տալիս են խելոք մարդու։ Ազատություն, ինչ ազատություն, ինչ ուզում ես արա, այդպիսի բան կլինի։ Ինչ էր կատարվում առաջ նախարարությունում,
նայում էին հաջորդ տարվա խաղացանկը եւ այդ խաղացանկի մեջ կլիներ անպայման մի հայ դասական, անպայման մի ռուս դասական, անպայման մի եվրոպական դասական եւ իհարկե հայ ժամանակակից։ Այս բոլորը պատահական բաներ չէին։ Դա նշանակում էր, որ դերասանը եւ ռեժիսորը ստիպված էին խաղալ, դերասանը ստիպված էր խաղալ իրենից ավելի խելոք մարդու կերպար, ռեժիսորը ստիպված էր բեմադրել պիես, որ իրենից ավելի խելոք մարդ է գրել։ Հիմա ինչ են, ձախ ոտով բեմադրում են, չգիտեմ որ ոտով խաղում են, վերջացավ։ Ուրիշ բան, ինչ խաղալու բան չկա, բեմադրելու բան չկա, դա նայեք մեր դրա համար մեր թատրոններ կան, որոնց ազդագրեր ես նայում եմ, իսկ թվում է բանը սա, որ ամերիկյան որևէ բանի կից թատրոն է, ուղղակի մեզ մոտ է աշխատում կամ իտալական ինչ-որ թատրոն, հայ հեղինակներն ինչ եղան, հայ դասականներն ինչ եղան, հայ ժամանակակիցներն ինչ եղան, ով պիտի բեմադրի Շիրվանզադեն, ով պիտի բեմադրի Սունդուկյանը, ով մոլդավացին պիտի բեմադրի, թե ուզբեկը, ով պիտի բեմադրի։ Նոր այսպես գնա, այդպես էլ կլինի։ Այդ տեսեք, ուրեմն մեզ չի կարելի արմատներից կտրել։ Առանց դրա մենք չենք կարող ապրել։ Հիմա դեռ մենք լավը չունենք։ Շանթը ինչու՞ չի բեմադրվում, ես չեմ կարողանում հասկանալ։ Պարոն Ղազանյան, նշեցիք ձեր խոսքում, որ ազատությունը պետք է տրվի խելոք մարդու։ Սա նշանակում է, որ կրթահամակարգը, այսինքն այն անցնենք թատերական արվեստին, որովհետև այս պահին այդ ոլորտի մասին ենք խոսում։ Այսինքն չի տալիս արդյոք թատերական կրթությունը այն կրթվածության աստիճանը, որը կարող է համապատասխանել այդ բաց ազատությանը։ Ասեմ քեզ հիմա, սիրելի Սոնա, ես սովորել եմ Վարդան Աջեմյանի դասարանում եւ դերասանական բաժին եւ ռեժիսորական։ Վարդան Աջեմյանը ոչ մեկին չէր սովորեցնում։ Դու պիտի իրենից սովորեիր։ Դու պիտի իրենից սովորեիր։ Այ էս է խնդիրը, որ ասում են, թող ասեն ես ինչ անեմ, աջ գնամ, թե ձախ գնամ, թե այստեղ նստեմ, ինչ անեմ։ Բայց դու սովորում ես, ուսանող ես, բայց դու չես տեսնում նա ոնց է, քո վարպետը ոնց է աշխատում։ Ինչ խնդիրներ կան, ում հետ ինչպես, որ պիեսը ինչպես, որ կերպարը ինչպես է բացում, ինչ, այս բոլորը դու պիտի անհանգիստ լինես։ Դու իրավունք չունես բանին, բասկաթոռին նստած բան, լիմոնով թեյ խմելով բանալ սովորես, այդպես չի լինում։ Սովորելը տառապանք է, տառապանք է սովորելը եւ իսկական սովորելը։ Հիմա սա ես չգիտեմ, ես ուսանողներ ունեմ, ես իրենց ինչ որ բան սովորեցնում եմ, թե չէ, բայց ես տեսնում եմ մի քանիսի աչքերը իմ փորձերի ժամանակ։ Եվ դա ինձ դա բավարարում է։ Ես տեսնում եմ մարդը անհանգիստ է, մարդը հարցեր ունի տալու եւ հարցեր է տալիս։ Սա էսա սովորել, թե չէ սովորեցնել, ինչ մի սովորեցնել։ Այստեղ ձեր խոսքից հետևում է, որ պետք է ընտրությունը ճիշտ կատարվի, այսինքն պետք է լինեն ուսանողներ, ովքեր իսկապես ցանկություն կունենան գիտելիքի բերկրանքը զգալու, այդ տառապանքի ճանապարհով անցնելու։ Բայց ձեր ոչ մի քննություն բան չկա մեր ինստիտուտում։ Դիմեցիր ընդունված ես։ Միայն պիտի լինես, աղջիկ ջան, վճարունակ ես, տղա ջան, վճարունակ ես, այո, ընդունված ես։ Այդպես ով ընդունում։ Բայց ձեր կուրսը միշտ տարբերվում է, չէ՞ որ դա նույն երեխաներն են, որոնք նույն համակարգով ընդունվել են։ Ես հիվանդ եմ, իմ պահանջկոտությունը բանա հիվանդության նման մի բան է։ Եվ դրանք բոլորը գիտեն, որ ես գիժ եմ, ուսանողները, եւ իրավունք չունեն չսովորելու, իրավունք չունեն բացակայելու, չունեն իրավունք։ Եթե բացակայում ես, գնա ուրիշ տեղ։ Չես սովորել։ Գնա ուրիշ տեղ գնա սիրելիս։ Բայց չեն գնում, բայց մնում են, բայց տքնում են։ Մարդ կար, որ ենթադրենք առաջին 2 ամիսը դու ասում ես, սա ինչի համար է եկել, բան, հիմա տեսնում ես, որ այս մարդը ուրեմն ճիշտ արել, որ եկել է։ Բայց ասում եմ, ընդունելության ժամանակ պիտի պահանջկոտություն լինի։ Մենք դերասանական բաժին ընդունվեցինք Վարդան Աջեմյանի կուրսը, 12 հոգի պիտի ընդունվեր, քանի դիմում լիներ, որ լավ է, 460 դիմում կար։ Ես կարծեցի 460 դիմում։ Հիմա չկա, հիմա ինչ։ Հիմա զարմանում ենք, հետո ինչի է, այս ինչ աղջիկ է, այսպես կարճ, այս ինչ տղա է, այսպես կարճ։ Եվ հիմնականում է դա թվում է թե ճմրթել են այսպես ու չեն բացել, թողել են այդպես։ Ախր դերասան ես գալիս տղա, դերասանուհին, որ միջանցքով քայլի պիտի հետևից նայես, շուրգասի նայես, այ աղջիկ, այ սա կարող է
ապագայում սա կարող է լավ դերասանուհի լինել, բան։ Չէ՞ որ ի վերջո բեմի վրա էլ պիտի լինեն։ Գեղագիտությունը պետք է պահպանվի։ Բեմի վրա Մետաքսյա Սիմոնյան պիտի լինես։ Ուրիշ դրանից եթե իջար արդեն դժվար է շատ։ Մետաքսյա Սիմոնյան պիտի լինես, որ բոլորը սիրահարված լինեն քեզ։ Այս դեպքում բայց օժտվածությունն էլ է, չէ՞ կարևոր։ Այո, իհարկե, իհարկե։ Շատ կան, որոնք ճմրթված են, բայց իրենց օժտվածությամբ ցածրահասակ են, բայց իրենց դարձյալ օժտվածությամբ ծածկում են այդ ամենը։ Գուցե։ Ախր ես որ ասում եմ, ես ամեն օր այսօր առավոտյան ես դաս ունեի, նայում եմ միջանցքը էլի։ Ասում եմ, լավ, ինչի մեզ Աստված այսպես պատժեց։ Ինչու պիտի այդ սլացիկ աղջիկները բան գնան բժշկական ինստիտուտ գնան չգիտես որտեղ բան, բայց մեզ մոտ չգան այդ բոլորը։ Ինչևէ, ես չգիտեմ, սովոր ենք ասել անցումային շրջան, բան, գուցե սա էլ է անցումային շրջան, չգիտեմ։ Անցումային շրջանը ինձ թվում է դարձել է շատ վատ սովորություն, որովհետև վաղուց անցնում եք, դեռ չեք անցնում, էլի, բայց հələ անցնում ենք, հա։ Չէ, բայց այնուամենայնիվ ես այդպիսի տարի չկա, որ չծնվի Հայաստան աշխարհում մոտավորապես 40 ներկայացում, ես ամենաքիչն եմ ասում, 40 ներկայացում, եւ այդ 40 ներկայացման մեջ 40 ռեժիսոր է, մի 15 դերասան կլինի, նկարիչ կլինի 40, երաժշտական մասով օգնող կլինի, կոմպոզիտոր կլինի, թե մի խոսքով հսկայական նյութ է, եւ ես շատ եմ ցավում, որ մեր ինստիտուտը ունենալով դատերագետների կուրս, մարդ չկա որ հիմա գա, ասի, գիտես ինչ, դու լավը չես։ Մի բան անի, էլի, ես շատ այդ երեխեքին ասում եմ, եկեք ինձնից սկսեք, որ ոչ մեկը չնեղանա, եկեք մի երկու ներկայացում նայեք, ջարդեք ոնց որ պետքն է, դիտավորյալ ջարդեք, որ դուք էլ երևաք, էլի ասեն, այ եթե լտես սա զգուշ լինենք սրանից, էս անենք, ոչ մեկը տեղի շարժվող չկա։ Մենք ունենք հիմա Հենիկ Հովհաննիսյանի նման մարդ ունենք հիմա։ Ոնց չասենք այդ մասին, ոչ չպարծենանք։ Չի գալի, չի գրվում, ոչ բան չի անում։ Ժամանակին շատ է գրել։ Հետո այնպես չի որ ասես թե նա ոչ մի բան չի հավանում, բան, չէ, նա հսկայական դրական հոդվածներ ունի, բան ունի, հա, շատ թատրոնների մասին էլ։ Բայց հիմա չի բանանում, հիմա չի զբաղվում։ Հետաքրքրվածությունը չկա, երևի թե ուշադրության պակասը խռովություն է առաջացրել եւ առանձնապես թատերարվեստին չի անդրադառնում։ Դժվարանում եմ ասել, ճիշտն ասած, դժվարանում եմ ասել։ Գնահատանքին անցնենք, քանի որ խռովությունից խոսեցինք, պարոն Ղազանյան, որքանով է կարևորում արտիստի արվեստին ծառայող մարդու գնահատանքը։ Արդյոք անհրաժեշտ են այն բոլոր մրցանակները, շքանշանները, կոչումները, դրանք հնարավորություն են ինքնագնահատականի բարձրացման, թե ինչ-որ թերացումների, որոնք պետականության կողմից իրականացվում են տարբեր ժամանակների ընթացքում, ծածկելու։ Դրանք շատ անհրաժեշտ են, շատ անհրաժեշտ են, շատ մարդը իրեն ոնց աշխատել ես 15 տարի, 20, 30, 40 տարի եւ քեզ նկատում են։ Հիմա ես զարմանում եմ մեկ-մեկ իմ գոլեգաներից նստում են, եղբայր դու հիմա դժգոհում ես, որ ժողովրդական արտիստը դա պետք է հանել բան։ 6 ամիս առաջ քեզ տալիս էին, ինչի վերցրիր։ Ինչի վերցրիր այդ կոչում, ասեիր ոչ դա ավելորդ բան է սա։ Չեմ ուզում։ Հիմա կոչումը ինքը ստացել է, բայց ասում է դրանք պետք է հանել արդեն, գիտի որ ով պիտի հանի, ոչ մեկն էլ պիտի չհանի։ Այ էս ինձ այդ գոլեգաների մեջ ինձ այս փարիսեցիությունը ինձ դուր չի գալիս։ Դրանք ավելորդ բաներ են, օրինակներ են բերում, ասում են, Ալ Պաչինոն կարող է ասենք Ամերիկայի ժողովրդական արտիստ բան։ Լսի 6 ամիս առաջ քեզ տալիս էին այդ կոչումը, ասեի ոչ, սա ավելորդ բան է, ես չեմ ուզում։ Ես ես այդ համամիտ եմ, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է անարդարության մի այսպիսի ճիչ։ Ստանում են երբեմն վաստակավորի կոչումներ կամ ժողովրդականի կոչումներ կամ տարբեր տեսակի կոչումներ մարդիկ, ովքեր բնավ կապ չունեն արվեստի, մշակույթի ոլորտի հետ եւ չունեն այն աշխատանքի որակը, որովհետև աշխատանքը այսպես թե այնպես արվում է, բայց որակապես այն չի կարող մշակույթի եւ արվեստի աստիճանին դասվել։ Սոնա ջան, աշխարհում ոչ մի երկիր չկա, ոչ մի երկիր, որտեղ որևէ կոչման ասեմ, թե շքանշանի, թե ինչ որ վերաբերմունքի մեջ անարդարություն չլինի։
կարող է 10 հոգի ստանում են, 10-ից 2-ը կարող է, ասեն, սրանց պետք չտային, էլի բան։ Բայց դե հաշվի են առնում գուցե մի ուրիշ բաներ, կոմպոնենտներ, մի ուրիշ բան, որ այդ երկուսն էլ այդպես ստանում են, բայց այն 8 արդարացի են ստանում։ Հետո այս անարդարությունների մասին, որ մենք խոսում ենք, անարդարությունները Քրիստոսից առաջ են եղել եւ դեռ պետք է լինեն։ Ու դրան հատկապես հաշտվել այդ բանի հետ։ Ես չլի որ մենք այսպես մենք մեր երկիրը գոնե ամենաարդարացի երկրներից մեկն է, հենց այդ իմաստով էլ։ Շատ են աշխատում, շատ են շնորհքովները։ Սոնա ջան, շատ են շնորհքովները, տաղանդավորները շատ են։ Պետք է ստանան, թող տան, ինչ ա եղել։ Դե գոնե այլ որակավորմամբ ստանան, ովքեր անտաղանդ են, էլի ստանան, բայց այլ որակավորում ունենան, ոչ վաստակավոր։ Հա, հիմա ինչպես անում է բանը այդ թերթը, դե ասում է տարվա վատագույն բեմադրություն, տարվա լավագույն բեմադրություն։ Գուցե այդպես էլ կմտածեն, ժամանակ կգա, բայց էլի եմ ասում, այստեղ շատ են, այս հայ ժողովուրդը շատ են, իմ պահանջները շատ են հայ ժողովրդից, բայց չեմ կարող քորանալ, շնորհքով մարդիկ շատ են։ Եվ պիտի ստանան, բա ինչ։ Անսահման շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Րոպեները այնպես անցան չզգացի, բայց կուզեմ կարճ անդրադառնանք եւս մեկ անգամ շրջագայությանը, եւ բացի դա նշեք նաեւ որքանով է Պարոնյանի անվան թատրոնը ծառայում նաեւ մարզային արվեստի զարգացմանը։ Ունենք արդյոք հնարավորություն թատրոնի կազմին տեսնելու մարզերի տարբեր թատրոնների բեմերում։ Ես գիտեմ, որ որոշակի գործառնական փաստեր կան արդեն։ Հա, բայց քիչ են գնում։ Պիտի շատ գնալ, դա էլի ծախսատար բան է, դեկոր պիտի տանես, պիտի մի խոսքով մեկ կամ երկու հոգով չես կարող գնալ, հսկայական 4 հոգանոց ներկայացում ուզում ես տանել, պարզվում է 12 հոգի են գնալու, որտեղ լույսն է, զգեստն է, գրիմն է, բեմն է եւ այլ, հսկա ծախսատար բաներ են, հյուրանոցները ահավոր բան են, թանկ են, մի խոսքով դա, բայց MC բանը, որ դա հնարավոր է, էլի հնարավոր է բանել։ Ես շատ ցավով եմ նայում, որ Էջմիածնում մի հրաշալի բան կա, ակումբը հրաշալի է, քաղաքապետը կեց է, ոնց է վերանորոգել, բան։ Այդ 25 տարի է ոչ մի թատրոն Երևանյան այդտեղ չի խաղում։ Ինչն է պատճառը, չեմ կարողանում հասկանալ։ Մեզ հետ պայմանավորվեցին, որ շաբաթ անենք բան, ասենք այո, անենք բան։ Հետո ինչ խնդիրներ առաջ եկավ, այդպես էլ չհասկացա։ Ինչ խնդիր պիտի առաջանար։ Մենք մեր մեքենայով պիտի գնայինք, խաղայինք, գայինք։ Բայց չհասկացա ինչ խնդիրներ, անկեղծ ասում եմ, ոչինչ չհասկացա։ Ես առանձնապես անհասկացող չեմ, բայց չհասկացա, թե ինչ կատարվեց, ինչու այդպես եղավ։ Ավականին չի թողնում, չգիտես քանի տոկոս վճարվի, նա կարողացա հասկանալ, թե ավականին ինչ կապ ունի այդ ակումբի հետ, ակումբը տնօրեն ունի, բան, թե ակումբի տնօրենը որոշի։ Ուրեմն ավականին էլ դարդ ու ցավ չունի, որ պիտի նստի որոշի, թե մի խումբ եթե գալիս է խաղալու, ինչքան պիտի նրանից տոկոս վերցնել, թե ինչ անել։ Միջնորդ կազմակերպությունները չկարողացան փաստորեն ճիշտ կողմնորոշվել։ Մինչև հիմա էլ չասի, օրինակ հիմա մեր Երևանում էլ ավականի կա, այդ ավականին ինչ է, որոշում է թե որ թատրոնում ինչ անեն, ինչպես, թե դա թատրոնները պետական են, դա բանա ու նա էլ է պետական, բայց դա ում է ենթարկում, դա ինչպես է, այդ ինչ խաղեր, ոչ մի կերպ չկարողացա հասկանալ, թե ավականին համաձայն չի, լավ, համաձայն չի։ Հուսամ, որ համաձայնության կգան, իրենք ձեզ կդիմեն և փորձի փոխանակումը կլինի։ Պիտի բան անել, ինչպես այստեղ հրաման արձակեցին, ով մինչև հիմա չենք կարողանում հասկանալ, որ դպրոցներին չի կարելի տոմս տալ, որ գան ներկայացում նայելու։ Ասում եմ, իսկ ինչ անի դպրոցականը երեկոյան 8-9-10-րդ դասարանցին ինչ անի, գնա սրճարան, ինչ անի, գնա նարգիլե ծխի, ինչ անի է 10-րդ դասարանցին, ինչ եք զրկում դրան ներկայացում նայելու, չէ որ մեր սերունդը մենք ես որ աշխատում էի Պատանի հանցատեսի թատրոնում, դպրոցների տնօրեններ կային, որ նեղանում էին ինձնից, որ աբոնեմենտ չէր հասնում իրենց։ Այդպես նախանձախնդիր էին։ Իսկ այստեղ ասում է չի կարելի։ Ով է, չենք կարողանում իմանալ, ով է այդ հրամանը արձակել։ Քաղաքապետարանը, թե նախկին բանը մեր կրթության ու գիտության նախարարը, ով չենք կարողանում բռնել, ով է, ղեկավարն ով է։ Ասում է դա կոռուպցիա է։ Ես ասում ինչն է կոռուպցիա։ Հələ ասում եմ աչքերիս մեջ նայի այդ։ Որտեղ պետք է որն է կոռուպցիան, հա։
որ բան տոմս են տարածում, ուսմասվարն է փողերը վերցնում, ասեմ լավ, կոռուպցիա է, հասարակ բան կարող եք անել, 3 հոգի ծնողներից էլ վերցնեք, այդ փողը հավաքեք, որոշեք այդ տարի կա մի երեխա ծնող ազուր կա, միակողմանիա, կա մի խոսքով, մի հատ վերարկու չունի, մի հատ վերարկու առեք, մի հատ կոշիկ առեք, կոռուպցիան կվերանա։ Մի խոսքով բոլոր ունենային ձեր սիրտը, մի խոսքով եւ բան չի է, հետ ամեն տեղ սպասում են, որ նա թողանի, նա թողասի, հետո անենք։ Մի հատ նրա հետ խոսեք, հետո բան։ Ինչ նրա հետ խոսենք, այո, դու մարդ ես, դու քեզ այդ պաշտոնը տվել են, այդ պաշտոնը նայա քեզ տվել, դե այնպես աշխատի, որ այդ նան հանգիստ լինի մի քիչ, ամեն ինչ չի ասի, նան հո չի ասի 2 անգամ փռշտացեք, 3 անգամ հազացեք, ամեն ինչ նան չի ասելու, բայց քեզ ինչի են դրել այդ պաշտոնի վրա։ Մի զայրացեք, վստահ եմ, որ ձեր դրական լիցքերը, ձեր ներկայացումները, ձեր մանկավարժական այն դիրքը, որը հաստատակամ է եւ որը իսկապես դաստիարակում եւ ձևավորում է սերունդ, միանշանակ եւ այդ ձեր, որ ասում եք ես հիվանդ եմ, իմ հիվանդություն է, այդ առողջացնող հիվանդությունը անպայման կվարակի բոլորս կլինենք կարգապահ, համակարգված մտածողության կրողներ եւ կկարողանանք յուրաքանչյուրս մեր ոլորտում ճիշտ հոսք ապահովել։ Ուրիշ ոչ մի, դու արդարացրու են պաշտոնը, որ քեզ վստահել են, վերջացավ։ Անսահման շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ, մի անգամ էլ ասեմ, որ ուրախ եմ, որ քեզ տեսա, որովհետև ես այնքան հանգիստ եմ զգում քո հետ։ Գիտես ինչ, մենք այնքան բռիացել ենք, այնքան վայրենացել ենք, այնքան կոպտացել ենք, այն չեմ ասում, չարացել ենք, առանց պատճառի, գիտես, առանց պատճառի։ Այնպես որ ես քեզ տեսա, շատ հանգիստ եմ զգում, ինձ շատ հանգիստ խոսեցինք, տեսա, որ ձայնս չբարձրացրի, բան չի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, ինձ համար ձեր խոսքը ամենակարևորներից է։ Շատ շնորհակալ եմ ես։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, վստահ եմ, որ հետաքրքիր էր զրույցը եւ վստահ եմ, որ բոլորը լինելու եք Պարոնյանի անվան երաժշտական պետական կոմեդիայի թատրոնի նվիրյալ ունկնդիրը, դիտորդը եւ գնալու եք բարբերաբար ներկայացումների, որպես հանդիսական գոհունակությամբ երբեմն նաեւ ոչ ձեր կարծիքն եք հայտնելու եւ հնարավորություն եք տալու ել ավելի զարգանալու եւ այս թատրոնին եւ այս ոլորտին։ Իսկ մենք հանդիպելու ենք վաղը 18:45-ին ասելու բարև ես եմ։ Չէ, որովհետեւ մենք պարոն Ղազարյանի հետ առանձին խոսենք իր մասին։ Որ նա ավանդական։ Ես եմ ասել